Պարոն Հայրիկյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, կարծես ավանդույթ է դարձել, ամեն շաբաթօր ձեզ հետ զրուցում ենք եւ հիմա մի քանի հարցեր կա, որոնց հետ կապված կցանկանամ լսել նաեւ ձեր տեսակետը եւ այսպես կառավարության վերջին նիստից հետո Նիկոլ Փաշինյանը ըստ էության հաստատեց, որ անկախության հռչակագիրը չի լինելու նոր սահմանադրությամբ, ավելին անկախության հռչակագիրը պատերազմի հող է։ Ես կխնդրեմ նախ այս մասով ձեր տեսակետը արտահայտեք։ Ալիևի պահանջով ըստ էության իրենք նաև հրաժարվում են մեր անկախության հռչակագրից, չնայած փորձում են դա ամեն կերպ այլ կերպ ներկայացնել, համեցեք։ Ոչ թե հաստատեց, որ չի լինելու, ինքը շատ փոքրիկ է, չէ, պուճուրիկ է, որ որոշի թե սահմանադրության մեջ ինչ պիտի լինի, ինչ պիտի չլինի։ Հայաստանը ժողովրդավարական պետություն է։ Այս փոքրիկը, անշնորհք փոքրիկը, նաև բկլիկ փոքրիկը, համարձակվեց ասել, որ Հայաստանը ոչ թե ժողովրդավարական, այլ ալիևավարական երկիր է։ Բայց կա Պարույր Հայրիկյան, որ մեր ժողովրդին սովորեցրել է ժամանակին, թե ինչ է նշանակում աստվածատուր ինքնորոշման իրավունքը։ Ամեն մարդ ինքն է իր ճակատագրի տերը, իսկ եթե խոսքը վերաբերում է հավաքականության, ապա այդ հավաքականության ամեն անհատի մասնակցությամբ է որոշվում։ Հիմա այս երեք լսեցի մեկ ասեց փնթին, ես ուզում եմ ասել այս թափթփվածը, բայց փնթին էլ վատ չէ։ Ինքը կարծում է, թե ինքը ամեն ինչից վեր է, եւ ժողովուրդը այդպես արագ մոռացավ, թե ինչ է նշանակում ինքնորոշման իրավունքը։ Ի վերջո մենք միջազգային իրավունքի ենթակա ենք դարձել, բոլոր տգետները չեն հասկանում, որ անկախ պետություն նշանակում է միջազգային իրավունքի ենթակա պետություն, որը կարող են ժամանակավորապես ղեկավարել փնթիներ, սրբապիղծներ, կարող են ղեկավարել նաև լրտեսներ, բայց դրանից նրա կարգավիճակը չի փոխվում։ Ուրեմն հիշենք բոլորս, որ այս թափթփվածը, փնթին, անշնորհքը, անգրագետը, Ալիևա ճորտը, Ալիևի հարճը, էլ չկրկնեմ այս բառերը, հենց ասում եմ Նիկոլ Փաշինյան, հասկացեք, որ այդ բոլորը մտնում է դրա մեջ։ Ժամանակին ասում էր, որ մեր ժողովուրդը մինչև այսօր ընդունված բոլոր սահմանադրություններից դժգոհ է, որովհետև դրանք լեգիտիմ չեն։ Եվ այս տկարամիտը կարծում է, թե իր պարտադրած Ալիևահաճո, թշնամիահաճո, ցեղասպանասեր, ցեղասպանապաշտ տականքների, բռնապետների կամքը պիտի դառնա մեր ժողովրդի սեփականությունը։ Այո, ձեր հետևողական ջանքերով հայ ժողովրդին դուք ստիպեցիք։ Ինչ որ չափով հիշում են Հայրիկյանի երկերը, որով առաջ են գնացել, ինչ որ չափով հիշում են նախաձեռնությունները, ինչ որ չափով հիշում են նաև, որ իրենց անկախության պայքարի առաջնորդն է, բայց իրենց բոլորին ստիպել են, որ մոռանան, որ ամենադժվար ժամանակներում առաջնորդվել են Հայրիկյանի ծրագրերով, բայց կան մարդիկ, որ դա ոչ միայն հիշում են, այլև գիտեն, որ ստրատեգիական խնդիրների վերաբերյալ անաչառ սկզբունքային մոտեցում ունի Պարույր Հայրիկյանը, ոչ թե այն պատճառով, որ 18 տարի բանտերում է նստել, այլ կյանքի անցած ճանապարհով ծրագրերը բոլորը հիշում են։ Բացի այդ, բոլորին ասեմ, որ ես ոչ թե 18 տարի բանտ եմ նստել, այլ դες 18 տարի բանտ ու աքսորից շարունակել եմ ղեկավարել Հայաստանի անկախության պայքարը, որը ի վերջո մեր վերջին մի քանի 100 տարվա մեջ միակ դեպքն է, երբ մենք հասել ենք հաջողության։ Հիմա էլ քանի որ սահմանադրության մասին խոսեցինք, Նիկոլ Փաշինյանի վրա քրեական գործ կա։ Հետո ինչ որ դատախազը իր գրպանի թաշկինակն է։ Հետո ինչ որ արդարադատության նախարար մյուս գրպանի թաշկինակն է։ Երկուսն էլ բավական կեղտոտված, որովհետև վաղուց չի փոխել այդ թաշկինակները։ Ուրեմն նրանք հանցագործություն են կատարել։ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի տառի խախտումը քրեական հանցագործություն է։ Ես ամսի 12-ին մեկ շաբաթ առաջ համարյա մի քիչ ավելի կոչ արեցի բոլոր քաղաքական ուժերին սահմանադրության վերաբերյալ մեր նախաձեռնության նկատմամբ իշխանությունների հանցավոր վերաբերմունքի նկատմամբ վերաբերմունք արտահայտել, բայց ուղեղազուրկ են կարծես բոլորը, երազում են աթոռի մասին, վերջին ճիվաղի նման, երազում են աթոռի մասին, մոռանալով, որ այդ աթոռը քաղաքացիների իրավունքներին ծառայելու համար է, մոռանալով, որ կուսակցության հիմնական կոչումը մարդու իրավունքներին ծառայելն է, իսկ մարդու իրավունքներին ծառայելը կանոնավոր կերպով, օրինական կերպով իրականացնելու համար ժամանակին եվրոպական կառույցների պահանջով
Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում ասված է, եթե որևէ ընդդիմադիր կուսակցություն առաջարկ է ներկայացնում, պետություն դու պարտավոր ես քննարկել։ Ես ի վերջո հասա այն բանի, որ այդ փաստը չեն շղթում այլևս։ Արդարադատության նախարարությունը պատասխանել է մեր նամակին, որ մենք նկատի կունենանք ու դիմեցի բոլոր կուսակցություններին։ Գլուխներդ կորցրած ասում եք 80 ընտրություն է լինելու, պատրաստվենք ընտրություններին, այլ փոքրիկներ։ Պատրաստվել սկսվում են այսօր անարդարությունները վերացնելով։ Այս ինչ անմակարդակ, երախտամոռ։ Ինչևէ, ուրեմն ձեր հարցը ասեմ, որ այո, ստորները միշտ պիտի փորձեն ստորություն անել, Ալիևա հարճերը պիտի փորձեն Հայաստանը դարձնել Ալիևա վարական պետություն, գիտեք չէ, ժողովրդավարական նշանակում է ժողովրդի կողմից կառավարվող։ Ալիևա վարականն էլ Նիկոլն է ուզում սարքել, դե ովքեր խելք կունենան կմիանան ինձ, իդեպ ասեմ, որ մանավանդ այս փուլում բոլոր կուսակցությունները պիտի ժողովներ անեին եւ ասեին դիմում ենք Հայրիկյանին խնդրելով մեզ օգտակար լինել։ Բայց մենք տեսնում ենք, սա հետևողական նաև սպառնում է ժողովրդին պատերազմով։ Ըստ էության 4 պատերազմ վերած իշխանության ղեկավարը ժողովրդին վախեցնում է պատերազմով։ Սա ինչի դրսևորում է։ Սա եւս մեկ Ալիևավարական դրսևորում է։ Ալիևն է սպառնում իրեն, ինքն էլ ասում է Ալիև ջան, մոռացար ես քո հարճն եմ։ Ինչ ուզես, այդպես էլ կանեմ, ինչ ուզես կարող ես ինձ հետ անել։ Հիմա ես փորձեմ ժողովրդին այդ քո գործիքով վախեցնել։ Ընդամենը մի հասարակ բան կա, որը վաղուց պիտի արվեր։ Միավորված ազգերի կազմակերպության անդամ բոլոր պետությունները պարտավոր են հետևել դրա կանոնադրությանը։ Եթե կարգին մարդ լիներ, ոչ թե Ալիևա հարճ, ես իր բառը չեմ ուզում օգտագործել, ինքը այլ բառ կա, որ շատ է սիրում իր գրքում էլ օգտագործել է։ Լինել սրակամները, գիտեք այն բառը։ Ես հարճ եմ ասում, բարեկիրթ, համատաբար ականջների համար ոչ վիրավորական բառ։ Ինքը Ալիևի հարճն է, եւ Ալիևի հարճը լինելով միասնական գիծ է տանում Հայաստանը ոչնչացնելու։ Գիտեք, ասեմ, սա մեծ թուրքական ծրագիր էր։ Թուրքերը այնքան խոհեմ գտնվեցին, որ Հայաստանին հայ-թուրքական հարաբերություններից հանեցին, եւ հայ-թուրքական հարաբերությունները նրանք ներկայացնում են որպես իրենց արձագանք խեղճ ու կրակ ադրբեջանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքին ի պատասխան։ Այսինքն այն ինչ որ թուրքերն ասում էին, հայեր, մոռացեք ձեր արևմտյան սահմանները, մոռացեք, որ մենք ռուսական բոլշևիզմի հետ, ոչ ռուսների հետ, մի քիչ ստեղազնիվ լինենք, որտեղ ռուսեր Կերենսկին եւ Կերենսկին եթե չօգներ մեզ ժամանակին ունենալ ազգային կորպուս, Սարդարապետում մենք կռվող չէինք ունենալու։ Այն ֆիդիայքինները, ինչքան էլ հերոս էին, գիտեք, չէ, նեղ պահը գալիս էր փախնում էին, որտեղ կամավոր էին։ Իսկ կորպուսը բանակի սկզբունքով էր գործում։ Այդպես մենք կերտեցինք Սարդարապետ ու մեր իրավունքը նվաճեցինք։ Ուրեմն ռուսների մասն է ասում։ Լենին Աթաթուրք պայմանագրով նրանք նվաճել են տարածքներ, բայց միջազգային հանրությունը ասել է, որ դա ապօրինի է։ Հայաստանը բռնազավթված էր, վերցվեցին նաև Նախիջևան, Արցախ, ուզում էին նաև Զանգեզուրը, բայց ռուսական շահերին չէր համապատասխանում։ Ու վերջ տվեք ձեզ խաբել, թե ինչ որ ազգային հերոս Զանգեզուրը պահեց։ Այո, ինքն իր արեց առավելագույնը, քան մինչև այդ արել էր որևէ մեկը։ Բայց Զանգեզուրը այն ժամանակ բոլշևիկյան Ռուսաստանը պահեց, որովհետև իրենք համենայն դեպս մտածում էին իրենց ապագայի մասին, այսինքն կայսրության ապագայի մասին, որ միջինասիական եւ արդեն Եվրոպային մոտեցող Թուրքիայի մեջ կապ չլինի։ Ինչևէ, ուրեմն այն հարցը, որ մեզ պատերազմով են սպառնում, Թուրքիան կարողացավ դա անել Ադրբեջանի միջոցով, որովհետև եթե ինքը ասեր, տեսեք հայեր խելոք մնացեք, թե չէ մենք կպատերազմենք, ինքը փորձել էր եւ պատասխան էր ստացել Ամերիկայից, որ մեր հետ գործ կունենանք, եթե համարձակվեք։ Մանավանդ կհիշեցնեք նաեւ, որ ձեր սահմաններն ուրիշ տեղով են անցնում։ Հիմա Ալիևը այդ հանձնարարությունը շատ լավ կատարում է, մեր դիվանագետ կոչված չգիտեմ ինչերը, իդիոտ են։ Հայաստանը 30 տարի դիվանագիտություն ունի եւ այդ իդիոտները երբևէ չխոսեցին Հայաստանի բռնազավթված լինելու մասին, չխոսեցին ցեղասպանության մասին, չեն խոսում պատերազմի միջոցով հարցեր լուծելի անթույլատրելիության մասին, ՄԱԿ-ի բանաձևերի մասին Ալիևը խոսում է եւ նույնիսկ այդ դեպքում հայերը չեն ասում, գիտեք, պատերազմի միջոցով հարցեր չպետք է լուծվեր։ Հիմա որ դու սպառնում ես, դու հանցանք ես կատարում։ Դե գնացել ԵԽԽՎ-ում մաքրում էր Ալիևի վրա։ Դե ասում եմ Ալիևի հարճը, Ալիևի բն, այդպես պիտի վարվի։ Ուրիշ կերպ վարվել չի կարող։ ԵԽԽՎ-ում նախորդ զրույցում անդրադարձանք, բայց եւս մեկ անգամ վերհիշենք։ Հայաստանը ուզում են դարձնել Ալիևա վարական պետություն։
Այսինքն, եթե Ալիևը վարական ես դառնում, գոյություն չես ունենա։ Մի բան եմ ասեմ, ուրիշ առիթներով ասել եմ, դուք լսել եք երբևէ, որ Հայաստանի որևէ դիվանագետ խոսելիս ասի, գոնե նրբորեն ասի, այնքան ենք ցավում, որ մեր հարևան Ադրբեջանը բռնապետություն է։ Դուք գիտեք, չէ, քաղաքակիրթ աշխարհ բռնապետների հետ հարևանություն անել եւ նրանց հետ համաձայնություններ կալ հարցերում շատ դժվար է։ Չեն ասում, որովհետեւ ուղեղ չունեն համել Ալիևա վարական գործիչներ են։ Դե դա հիմա դրա փոխարեն ասում են եկել ենք, հեսա գնում ենք, բարեկամություն ենք անելու, վերջ խաղաղություն ենք բերել, ախպերություն ենք անելու, առևտուր ենք անելու, ադրբեջանցիներին ենք բերելու Հայեր ջան, Հայաստանում սիրելի հայեր, այնքան խելք չունեք, որ հասկանաք, որ ազգային առաջնորդին աջակցելը պետք։ Ես դες պարտք չեմ։ Ես դες պարտք չեմ։ Ես դες ծառայել եմ, ծառայել ավելի քան որևէ մեկը, զոհաբերելով նաև իր ընտանիքը, ժամանակին երեխաներից առանց հայր եմ թողել, որ դες ծառայեմ, բայց դուք երախտամոռ եք։ Ես չեմ ասում, որ ինձ համար դուք երախտամոռ եք ձեր ճակատագրի հանդեպ։ Պարոն Հայրիկյան, հիմա ամեն Ձեր արծին ես ուզում եմ անդրադառնալ, այս նախաբանը ինչի համար էր։ Ուրեմն, երբ քեզ սպառնում են, դա պետք է դու բարձրաձայնես, եւ այդ բարձրաձայները կարող ես անել այն ժամանակ, երբ հնարավորություն կա։ Այս խաղաղ պայմաններում, եթե մենք մեզնից կախվածը չենք անում, պատկերացրեք վաղ եթե լարված վիճակ լինի նաև մեր ներսում։ Մի հատ բոլորով հավաքվեք, Ալիևին ծնկաչոք շնորհակալություն հայտնեք։ Ալիևը մի քանի օր առաջ հայտարարեց. Կարող է ես պայմանագիր ստորագրեմ խաղաղության, բայց 6 ամիս հետո կարող է կարծիքս փոխեմ։ Հասավ ձեր ուղեղին իդիոտներ։ Ալիևը ձեզ զգուշացրեց, ձեզ հասկացրեց, որ գործ ունեք շարքային սրիկայի հետ, որ ասում է խաղաղություն ունենք, բայց Ալիևն ասում է խաղաղություն դեռ չկա։ Վաղն էլ որ կնքեմ 6 ամիս հետո կարող է կարծիքս փոխեմ։ Հասկացաք Նիկոլի հետևից գնացող տվարներ։ Չեք տեսնում որ ամեն քայլափոխին խափում է ձեր կյանքի հաշվին, ձեր ապագայի հաշվին։ Ու դուք ունեք դեռևս կենթանի հայրիկյան, չեք ասում ամեն բարձ թողնենք, գնանք ասենք ինչ ես ասում։ Ես որ շնորհակալություն հայտնեք Ալիևին, որ ձեզ զգուշացրեց, բայց եթե դեբիլ եք, ոչ թե դուխով, ես ժամանակին եմ ասել, չէ, այդ բոլոր դուխով գրողները պետք է փոխեին, գրեին դեբիլ։ Գոնե 1 ամիս հետո, երբ ես թափթփուկն ասեց, կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Մոռացել եք ինչ տականք է ձեր այսօրվա։ Այս իրականության մեջ պարոն Հայրիկյան ձեր խոսքի սկզբում ասացիք, բայց խնդրում եմ էլի, հիմա էլ այսօր գնացել է Գեղարքունիք, Կոտայքի մարզ։ Ես չգիտեմ, այս մարդը ինչով է։ Մարդը կներեք էլի, իմ մոտ այդ բառը չասեք։ Այս կադրը ընդամենը մի պահ, եթե կարելի է ձեր հայացքը գցեք։ Մարդը։ Դա Գեղարքունիքի մարզու կարտոշկա չուտեն, այդ մեղքան։ Ասեցիք մարդը։ Մեղքերի մեջ թաղվել են, խոսում են կարտոշկա չուտես, դա Գիտեք, մեղք է։ մարդը մարդկային հարաբերություններում էլ է լինում մարդ։ Եվ երբ նա դժվար իրավիճակում է, հայրենիքը ծանր վիճակում է, այդ մարդու մերձավորները գնահատում են իր մարդ լինելը եւ ասում են լավ, ինչ որ բաներ զսպեմ, հետո կանեմ։ Բայց ամենը, տեսեք, անձնականի մասին ես երբեք չեմ խոսել, կհիշեք։ Բայց երբ այդ մարդուն լքում է վճռական փուլում, չէ, հիմա խաղաղություն կայացնելու, արդարություն վերականգնելու եւ այլ խնդիրներ կան։ Լքում է այն մարդը, ով իր կոչումով պիտի նրան մարդ համարեր։ Վերջացավ այդ մարդ բառը մի օգտագործեք իր վերաբերյալ։ Մարդուն տվել եմ, տեսեք, Նկատի ունեք նախկին կինը այլևս որ գնաց։ Անձնականի մեջ չեմ ուզում խորանալ։ Տեսեք, ժողովրդավարական պետությունում իշխանություններին հատուկ ստեղծված կառույցին տալիս է նախագիծ, որում ասվում է Հայաստանը կարող է դառնալ աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը։ Տվողը մի մարդ է, որին ամբողջ աշխարհը ճանաչել է որպես սովետական միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր ու առաջնորդ։ Եվ ես 7 տարվա ընթացքում տալիս եմ նոր 10-րդ անգամ տալուց հետո փաթեթը, հսկայական փաթեթ, կարողացա թուղթ ստանալ, փաստաթուղթ ստանալ, որ մենք ստացել ենք եւ նկատի կունենանք։ Մինչեւ այդ ասում էին, չենք ստանում, կորել է, չկա, չենք կարդացել։ 10 անգամ դուք պատկերացնում եք, ու հանկարծ այդ մարդը ինչ որ դրական բան կարող է անել կամ ինքը իր հարցը վերջացած է, ինձ համար ցավալին ընդդիմություն կոչված իդիոտներն են, որ ընտրության են պատրաստում, վայ, գնամ ընտրվեմ, գուցե 4%-ն անցնեմ։ Հələ ամոթը մարդ եք, մարդ։ Հիմա այս պատմության մեջ նաև եկեղեցու դեմ իրենք արշավը, որ ըստ էության շարունակում են, նախ վեհափառ հորը թույլ չտվեցին մասնակցելու վրաց պատրիարքի
դեռ ցույց չեն տվել, այսինքն, որը պետք է առաջիկայում լինի, հետո նաև Բագրատ Սրբազանի դեմ ընդգծված արշավը, որ իրենք իրականացնում են, շարունակելով նրան փակի տակ պահել։ Խնդրեմ։ Չէ, ես ասելու բան չունեմ, վաղուց ասել եմ, բայց գոնե իրավիճակում վեհապարները պիտի մտածեր ինչպես իրեն պահի։ Հասկացանք արժանապատիվ կոչված հանդուրժողական կեցված այդ բոլորը հասկացանք։ Բայց պիտի գոնե գնահատական տաս, չէ որ մեծարգո վեհապար հայրապետ։ Ի սկզբանե խոսքն էր, եւ խոսքը Աստծո մոտ էր, եւ խոսքը Աստված էր։ Նու հայրենում գրաբարում ասում են բաններ։ Ուր է ձեր խոսքը։ Հասկացանք, զսպվածություն, հանդուրժողականություն, վեհապար հայրապետ, ուր է ձեր խոսքը։ Դե ինչպես խոսել, կանգուն մնում է դրա համար Վեհապարին խոսելը արգելված չի։ Վեհապարը վեր է այդ ամեն ինչից։ Բայց նաև մենք տեսնում ենք վեհապարը եւ եկեղեցին այնքան պինդ են կանգնած, որ սրանք տեսնում են այդ հակազդեցությունը եւ դրա համար ինչ որ չափով նաև չեն կարողանում իրենց Ես կուզեի, որ մեր եկեղեցին այնքան պինդ կանգնած լիներ, որ եկեղեցու անունը տվող բոլոր ամբարտավանները նախ զգաստ կանգնեին։ Ցավոք սրտի այդ վիճակում չենք։ Համաշխարհային հայկական եկեղեցին, դուք որ գնաք Երուսաղեմ, դուք այնտեղ կզգաք, որ այս 10 միլիոնանոց որ ասում են, իրականում մի քանի 100 միլիոն գենետիկ հայ կա աշխարհում, բայց որպես հայ հանդես եկող 10 միլիոն հավատացյալներին ներկայացնող եկեղեցին, դուք տեսնում եք, որ հավասար է 1.5 միլիարդ ներկայացնող կաթոլիկ եկեղեցուն, 0.5 միլիարդ ներկայացնող 3 հիմնական եկեղեցի, այնտեղ դուք կզգաք, թե հայ առաքելական եկեղեցին իրենից ինչ է ներկայացնում, եւ ես ուզում եմ, որ մեր պատվական բանտում գտնվող Սրբազանի նման մեր Գյումրու Սրբազան Միքայել Սրբազանը նրա նման հայ հոգևորականները բոլորը լինեն, երբ պետք է իսկապես են Գևորգ կաթողիկոսի ժառանգորդները, այն կաթողիկոսի, որը Սարդարապատի հիմքերը դրեց։ Դրա մասին է իմ խոսքը, թե չէ որ սրանք վատն են, սրանք խանգարում են, պիտի խանգարեն, պղծեն, բոլորս գիտենք։ Բագրատ Սրբազանի դեմ էս ընդգծված արշաված, ձեզ ինչով է պայմանավորված, որ անգամ իրեն կորցրած, մինչև անգամ ԵԽԽՎ-ի ամբիոնից խոսեց։ Դե գիտեք, ես քիչ առաջ գնահատականը տվեցի։ Իրեն արժանապատիվ պահել, պատասխանատու պահել կարողացող հոգևորականները իրենց աչքի փուշն են, ընդհանրապես ոչ միայն հոգևորականները։ Ինչ վերաբերում է հալածանքին, եթե մարդը կալանավորված է, դա հալածանքների գագաթն է, բայց պատկերացնում եք, ըստ երևույթին միջազգային ճնշումները իրեն ստիպեցին այդտեղ էլ թեթևսորիկանալ, թույլ տալ իր պղծությունը։ Մենք այսօր մի կարևոր խնդիր ունենք, քաղաքացին պիտի լինի երկրի տերը, դա գլխավոր խնդիրն է, եւ դա տիեզերական պահանջ է։ Ու տեսեք, մարդիկ ես կուզեի որ Բագրատ Սրբազանին արժանապատիվ լինելու համար։ Թույլ տվեք, մարդիկ դժվար է մի անգամից պատկերացնել։ Ես այս գիտակցությանը հասել եմ 70 տարում։ Ինչի եմ ասում, չեմ ասում 77, այլ 70, որտեղ 7 տարեկանում, 8 տարեկանում իմացա, որ Արարատը Հայաստանի կազմում չէ, ուրեմն աշխարհն անարդար է։ Դրանից հետո ես ուրեմն 70 տարի նախապատրաստվել եմ։ Չեն կարող 7 տարում, 7 ամսում, մանավանդ 7 օրում մարդիկ հասկանալ, բայց իմ պարտքն այն է ասել, որ այն ինչ ես գտել եմ բացարձակ ժողովրդավարություն անունով, դա համամարտկային նշանակության, քաղաքակրթական ամենաբարձր ներդրումը կլինի հայ ժողովրդի կողմից։ Այնպես որ ինչի մասին որ խոսում եմ, ինչով էլ զբաղված եմ լինում, չեմ մոռանում մշտապես ռազմավարականը, ստրատեգիականը, ամենակարևորը, հիմնականը երբեք չեմ անտեսում։ Ինչով այսօր զբաղված են մեր բոլոր քաղաքական գործիչները։ Պարոն Հայրիկյան, Բագրատ Սրբազանի մասով էլի, նաև գիտեմ, որ դուք մտերիմ հարաբերություններ ունեք։ Զուտ չի ներում Բագրատ Սրբազանին, որովհետև արժանապատիվ մարդ է տեսնում իր դիմաց, որովհետև չգիտեմ, հայ է տեսնում իր դիմաց, որովհետև ինչով է այս հալածանքը կոնկրետ։ Գագաթնակետն է, դուք էլ ասացիք։ Եվ Միքայել Սրբազանը եւ Բագրատ Սրբազանը իրենց դրսևորում են, գիտեք, թույլ տվեք ասել զգուշավոր լինել, իրենց որպես կանոն դրսևորում են որպես արժանապատիվ հոգևորականներ։ Իսկ դա իրենց համար անընդունելի ու սարսափելի է, ինչպես տեսեք, այդքան քննադատություններ, այդքան խոսք ասելուց, այդքան ծրագրեր ներկայացրել։ Ինքը ամեն ինչի մասին խոսում է, չէ՞, բայց երբեք չհամարձակվեց խոսել Հայրիկյանի բացարձակ ժողովրդավարության սահմանադրության մասին։ Դա էլ ձև է։ Հանրային հեռուստատեսությունը նույնիսկ իմ ստեղծած տոների օրոք, իմ ստեղծած սեպտեմբերի 21-ը, էլի բաներ կան, հիմա չեմ ուզում խորանալ։
դա էլ մյուս ձևն է։ Իրենց համար թշնամի են, մեկին տանում են բանդ, մյուսին մտածում են այլ ձևով։ KGB-ի աշխատելաձևներ։ Ես անցած օրը մի հարց եղավ, ասում են, ինչի քո այդ նախագծին չեմ պատասխանում, ասում եմ, ինչպես Գորբաչովը ուղարկել էր Իրկուտսկի մարզի առաջին քարտուղարին 87 թվականին Գորբաչովին նամակ է գրել, որում ասում է, ես վերադառնալով Հայաստան ԱԻՄ եմ ստեղծելու։ Եթե դուք դեմ եք դրան, մինչև ձեզնից պատասխան ստանալ, ես աքսորում կամավոր եմ մնում, կամավոր։ Իրկուտսկի առաջին քարտուղարն եկավ, ասեց, ես ձեր պատասխանն եմ բերել Գորբաչովից, ասում եմ, որն է, ասում է, вам ответа не будет։ Աշխատելաձև է, չեկիստական, ստոր աշխատելաձև է, որը կարող է ժառանգաբար փոխանցվել սերունդներին։ Եվ վերջին հարց, նաև այս մարդը այլևս խանգարմունքի մեջ է հայտնվում Արցախ բառից։ Արցախ եք ասում, ինչ եք ուզում, պատերազմ եք ուզում, պատերազմի հող է, Արցախ եք ասում, խորաններից Արցախ եք ասում, տարբեր առիթներով Արցախ եք ասում, այս արցախատիացությունն է իր մեջ։ Եթե հայեր, սիրելի հայեր, եթե դուք լսեիք, որ Ճապոնիայի վարչապետը անդրադառնալով վերջին 70 տարվա ընթացքում Ճապոնիայի տարբեր վարչապետների հայտարարություններին ասեր. «Վերջ տվեք խոսել Կուրիլյան կղզիների մասին։ Ինչ է, պատերազմ եք ուզում։ Բոլորը չեք ասի, դա հոգեկան հիվանդ է»։ Տեսեք, հայերի մասին չեմ ասում։ Խոսում եմ Ճապոնիայի մասին։ Ամեն տարի մի քանի անգամ ճապոնական պետությունը Ռուսաստանին հիշեցնում է, որ Կուրիլյան կղզիները կամ դրանց մի հատվածը իրենցն են։ Եվ չեմ վախենում արդարությունը բարձրաձայներուց։ Նիկոլ Փաշինյանը Արցախից սարսափում է ոչ թե պատերազմի պատճառով, այլ Արցախը մերկացնում է իր պիղծ էությունը։ Դա գագաթն է։ Այսինքն, եթե շատ բաներ կարող են անհասկանալի լինել առաջին հայացքից, օրինակ ժողովրդավարության դեմ նախորդ սահմանադրության եւ այդ նույն կառավարման համակարգը պահող այս իր նախագծի էությունը հակամարտկային է, հակաժողովրդավարական է։ Դա կարող է դժվար հասկանալ։ Բայց Արցախի մասին բոլորը գիտեն, մեր աչքի առաջ իր պետը, հարճապետը ցեղասպանություն իրականացրեց։ Ու սա դա համարեց բնականon։ Ինքը գիտի, որ դա պատմական խարան է։ Սերունդներով, եթե սերունդներ կունենա, անես չի ասածս։ Աստված պատժում է այդպիսիներին։ Սերունդներով, եթե սերունդ կունենա, ինքը խարանված է։ Եվ հենց այդ Արցախ բառի ատառն անգամ իր համար մահվան դատավճիռ է հավասար։ Սա է հիմնական պատճառը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։